1915-ին Անդրանիկի կամավորական երկրորդ վաշտը, որի հրամանատարն էր Սեպոհը, իսկ օգնականը Ամիրյանը, Վասպուրականի ճամփուն վրա կռվի կբռնվին թուրքերի դեմ։ Լեռնանցը բարձրանալու ժամանակ Ամիրյանը նկատում է մի պատանու, ով արհամարելով թշնամու փամփուշտների վզվզոցը, արյան քրտինքի մեջ կորած, կջանարը վայրկյան առաջ հասնել գագաթը եւ դիրքավորվել այնտեղ։ Պատմում է Գրիգոր Ամիրյանը։ Մոտեցա այդ զինվորին, որպեսզի հանդիմանեմ իր անխոհեմ ընթացքի համար եւ զգուշացնեմ հավանական վտանգի մասին։ Սպասիր եղած տեղդ այ տղա, ուր կերթաս։ Չես տեսնել, որ թշնամի նկատած եւ նշանակե դարձուցած է քեզ։ Պարոն վաշտապետ, լավ նշանառուներ չեն։ Գնդակները սուլելով կանցնին գլխուս վրա են։ Սպասիր, դիրքդ լավ է։ Սպասիր մինչև որ մնացած զինվորներն ալ բարձրանան ու մի համուր գրող տանք։ Բայց պարոն վաշտապետ, մինչև անոնց գալը թշնամի կնայ փախչիլ, արդեն տատանումի մեջ են։ Ոչինչ, հոգ մի ըներ, մենք նորեն կհանդիպենք անուն։ Ինչ է անունդ, որտեղացի ես։ Անունը Սողոմոն Թեհլիրյան է, քեմախեցի եմ։ Քանի տարեկան ես։ 18, պարոն վաշտապետ։ Չես կարծեր, որ սխալ ըրած ես կամավոր գալովդ, դուն դեռ պատանի ես։ Բնավ, պարոն վաշտապետ, իմ մեջս ես ուժ կզգամ թուրքերեն վրեժ լուծելու։ Թուրքերեն վրեժ լուծելու զգացումը մինչև վերջ տիրապետող մնաց Սողոմոն Թեհլիրյանի մեջ։ Եվ ինչպես չմնար։